Սինե ապրես դու, գոնե մեկին տեսնեմ, ինչ ամով նա, տեսեք, մի հոգի է ուսում, շատ անուշիկն է, ուզում էի մի հոգի միաներ, մի անգամից երկու հոգի միացան, ապրեք շատ, սկսենք, հա, ձայնագրությունը սկսվեց, ուրեմն այսօր ուզում էի խոսայի ընդհանուր մեր պրոյեկտի մասին, մի հատ միացնեմ դեմոնստրացիան էլ, ասեք դուք տեսնում եք իմ էկրանը, թե չեք տեսնում, հիմա պետք է իմ էկրանը տեսնեք, երևաց, ուրեմն ուզում էի այսօր խոսեի մեր ընկերության հնարավորությունների մասին, մեր պրոյեկտի մասին, մեր կատալոգի ու կատալոգի մեր ընթացքի մասին, այս ես հիմա կարամ այս կողմ վերեմ, հասմ ենք ոնց որ քեզ սկսում ենք տեսնել, ոնց որ ընդեղ երևացիր հիմա անջատեցի, բայց իմ էկրանը տեսնում եք, ոնց որ անջատվեց, Էկրանը տեսնում եք իմ երեխեք, իմ սլայդը պետք եմ տեսնում, մեկ, ձերը մենակ նկարն է իմ էկրանի ներևում, ոնց որ անջատվեց, որովհետև, հիմա պետք է երևա, բայց այսի ոնց բերեմ, հա, իմ մոտ արդեն երևացնեք, Երևաց, ուրեմն երեխեք ջան, Ռուդիկը հեսա մի քիչ ձայն կհանի, հետո կխելոքանա ոնց որ միշտ, մենք սկսենք, պայման էի կապը, ինքը այս անգամ էլ պայմանը չպահեց, որ պետք է լուր մնար, ես Նեկտարինան եմ ձեր ավագ գործընկերուհին, համարս հիմա այստեղ տեսնում եք, եթե դեմոնստրացիան չի անջատվել, ոնց որ էլի անջատվել է, Ինչի է իմ դեմոնստրացիան անջատվում, երորդ անգամից ուսամ կստացվի, հիմա պետք է որ երևա նորից, կամ Viber-ում, WhatsApp-ում, Telegram-ում ինձ թվում է բոլորդ ինձ հետ արդեն կապ հաստատել եք, եթե կան ինչ-որ աղջիկներ, ում նոր եք գրանցել կամ պետք է գրանցեք, անպայման տվեք իմ տվյալները, թող կապնվեն, ես էլ ինչով կկարողանամ, մեծ սիրով օգտակար կլինեմ և կփորձեմ օգնեմ։ Ուզում էի խոսալ ընկերության հնարավորությունների մասին, բայց Skype-ից առաջ մտքովս մի հատ բան ընթավ, ինչ էի խնդրում, որ Հասմիկը կամերան միացնի, Հաս էստեղ ես, չէ։ Տեղ եմ, բայց չեմ տեսնում եք։ Այնտեղ կլորակների մեջ հենց մի հատ գթի ինձ Հաս։ Իհարկե։ Ու սխնի իմ անունի վրա կամ իմ վրա, այնտեղ որտեղ եմ ես։ Չգտար։ Իհարկե։ Մի հատ դուրս գամ, նորից մտնեմ։ Հələ փորձի, հա։ Մի փոքր պատմեմ ընկերության մասին, մեր ընկերությունը արդեն տարի ավել շուկայում է։ Հիմա նկարի վրա դուք տեսնում եք մեր Լուսինեին, Լուսինե Հովհաննիսյանը, իմ անմիջական նստավնիկն է, հենց իմ վերևում այսպես ասած, մեր թիմի տնօրենն է, Քնարիկ Խաչատրյանն է, Լուսինեի նստավնիկն է, Լուսինեին Քնարիկն է գրանցել և նշեմ, որ Faberlic online պրոյեկտը հենց որ
on-line տարբերակով Հայաստան հենց ներմուծել է քնարիկը, այսինքն այդ ամեն ինչը որ մենք հիմա ունենք, հենց մեր Քնարիկ Խաչատրյանի ձեռքի աշխատանքն է, մտքի աշխատանքն է։ Այնպես որ հենց այնպես չեմ ասում, որ դուք ամենուժեղ թիմում եք, որովհետև եթե մարդ հիմնել է on-line պրոյեկտը Հայաստանում, ուրեմն ինքը ինչ-որ մի բան կարողանում է անի։ Եվ Գայանե Ավետիսյանը քնարի նաստավնիկն է։ Այսպես, 3 ուժեղների նկարով ուզում եմ հենց Faberlic on-line պրոյեկտի մասին խոսել։ Կուզենայի, որ մեր հարցը ներկայացնենք Հաս չի լինում։ Չեմ գտնում կարում միանամ։ Այսինքն դու պրոստը ինձ չես տեսնում, հա։ Ոչ մի բան, իմ էկրանը հիմա այս պահին սև է։ Իսկ այդ վերևը կլորակներ բան ոչ մի բան չի բերում։ Իմ էկրանի վրա էլ ասաղ սև է, ոչ մի բան չի երևում, բացի իմ նկարից։ Ինչի՞։ Չէ, իմ մոտ երևում է Նեկտարինա, այս պահին իմ մոտ երևում է դեմոնստրացիա էկրանը նույնիսկ։ Պետք է։ Հասել մի հատ փորձի դուրս գաս, ու կարմիր կոճակը սխմի դուրս արի նորից մտի։ Նա։ Ես սկսեմ միջև գաս։ Ուրեմն ինչա ներկայացնում Faberlic ընկերությունը հիմա այս պահին այս 21-րդ դարում տալիս է հնարավորություն ունենալ սեփական բիզնես տանից չդուրս գալով, այսինքն դուք տանից դուրս չեք գալիս, որպեսզի վարեք կամ ստեղծեք նույնիսկ ձեր բիզնեսը, տալիս է հնարավորություն ունենալ միջազգային բիզնես, այսինքն ծավալել ձեր բիզնեսը ոչ միայն Հայաստանի տարածքում կամ այն տարածքում, որտեղ որ բնակվում եք, այլ նաև եվրոպական շատ երկրներում։ Առանց ռիսկերի, առանց ներդրումների, որովհետև այստեղ չկան ներդրումներ, ու ինձ թվում է կհամաձայնեք, որ այստեղ ներդրումներ չկան, հեսա ներդրումներին մի փոքր կանրադառնամ, կա լայն տեսականի և ամեն ինչ մեր համար հարմարեցված է, այսինքն սկսած կայքից, որ մենք պատվերներ ենք ներանում, սկսած կայքից մինչև աշխատանք հաշվետվությունների հետ և արդեն բիզնեսի մասով, այդ ամեն ինչ հարմարացված է, որպեսզի մենք ավելի հարմարավենք և վարենք կալը կոմատ։ Նեք, ինչ-որ խշոց է գալիս ու չեմ լսում ես։ Հասո կոմոտից ուժեղ աղմուկ է գալիս։ Շատ ուժեղ։ Մի հատ կամերատ բան արա, նաստրոյկա արա ու հետո միկրոֆոնը միացրու, լավ։ Այսինքն կամերատ չէ, էլի կարևորը որ դու տեսնես էկրանը։ Իմ համար կարևորը որ դու տեսնեիր էկրանը։ Տեսնում ես թե չէ, Հաս։ Չէ, ոչ մի բան, իմ մոտ սև է, չգիտեմ, իմ մոտա թե Դե вообще-то ուրեմն Skype-ի հետ է ինչ-որ մի բան է ինչի։ Իմ մոտ էլ է այդ վիճակը, իմ մոտ էլ է սև էկրանը։ Ու ոչ մի կլորակ չի բերում, այսինքն դուք վերևում մասնակիցներին չեք տեսնում։ Չէ, իմ մոտ գրած պլյուս 10։ ու պլյուս 9 է գրած, որ 9 հոգի մտել են։ Հələ ստեքի պլյուս 9-ի վրա։ Չէ, չի լինում։ Լավ, այդ հարցը մենք փորձենք հետո լուծենք, ուրեմն որ չի երևում, ուրեմն ես կպատմեմ, ուզում էի մի քանի օր առաջ Հասմիկը շատ լավ ներկայացրեց ընկերության հնարավորությունները մեր ծրագրի ուզում էի, որ այսօրվա Skype-ն էլ ինքը օգներ ինձ վարեինք, բայց քանի որ ինքը էկրանը չի տեսնում, ինձ թվում է տենց ինքը
օդի մեջ խոսած չի կարա գոնե պետքա տեսնի ինչի մասին է խոսում։ Հաս եթե ընթացքում հանգարց երևա էկրանը, բան արա, ասա ուզում եմ որ դու շարունակես ես բան շարունակես։ Ուրեմն տեսեք երեխեք, ինչ նկատի ունեի առանց ներդրումներ ասելով, կարծում եմ որ կհամաձայնվեք, որ այստեղ չկա ներդրումներ։ Եթե կա մարդ ով մտածում է որ կան այստեղ ներդրումներ, ինձ ասեք ինչ ներդրում է արվում։ Կամ առհասարակ սկզբնական ներդրում կամ անընդհատ ներդրումներ, որտեղ լսել եմ արտահայտություն, որ մարդիկ կան, կարծում եմ Faberlic-ում կան անընդհատ ներդրումներ։ Դուք եք մտածում, որ կան ներդրումներ, անընդհատ։ Ում հարմար է միկրոֆոնը միացնի խոսա, կարող եք միացնել խոսա։ Հասկա միկրոֆոնը միացրած է։ Նեք, այն մարդիկ են մտածում, որ անդադ ներդրումներ են անում, ովքեր որ չեն տարանջատում, ասենք, տան առևտուրը սենց թենեն, իրանք պետք է անեն տնտեսական ապրանքները, առհասարակ իրանք ինչ որ անհրաժեշտ է, իրանք գնում են սովորական խանութից առնում են, իսկ երբ որ Faberlic-ից պետք է առնեն, իրանք դա ներդրում են համարում։ Այսինքն իրանք չեն տարանջատում, սովորական դա իրանք առևտուրն է, որ պետք է իրանք անեն, դա ոչ մի ներդրում չի, ինչ տարբերություն անել դրսի խանութից, թե իրանք on-line խանութից։ Համաձայն եմ քեզ հետ Լալա ջան, այդ այն մարդիկ են կարծում, որ Faberlic-ում կա սկզբնական ներդրում կամ առհասարակ ներդրումներ, ովքեր որ չեն հասկացել բիզնեսի իմաստը։ Այս բիզնեսի իմաստը ինչու՞ն է կայանում, որ դուք ունեք ձեր սեփական խանութը եւ ձեր գնումները բնականաբար կազմակերպում եք ձեր խանութում, ոչ թե գնում եք ուրիշի խանութից առնեք։ Իսկ եթե մենք վերցնում ենք այս բաժակը, բերում ենք, դնում ենք մեր տանը եւ օգտագործում ենք այդ բաժակը, մենք չենք կարող համարենք, որ մենք ներդրում արեցինք, որտեղ այդ բաժակը մենք օգտագործում ենք։ Ասենք ոնց որ գնաս հեռուստացույց, բերես դնես հեռուստացույց տանը ու ասես ես ներդրում արեցի այն խանութում։ Մի քիչ աբսուրդային է, եթե կլինեն ովքեր որ մտածեն կան առհասարակ ներդրումներ կամ սկզբնական ներդրում կամ ինչ որ ցանկացած ներդրում, ինձ թվում է արդեն դուք էլ կիմանաք ոնց իրեն ճիշտ պատասխանեք։ Այստեղ չկա ներդրում, բացարձակ ներդրում չկա, որովհետև այս միանգամից ձեզ խանութը on-line տարբերակով, on-line հարթակում տրվում է եւ դուք ունեք հնարավորություն տարածել այդ 40-ից ավել երկրներում։ Դրանից ավելի հարմար բան, ասենք ձեզ տային մսի խանութ ու ասեին, որ այդ միսը կարող եք վաճառել տարբեր երկրներում, բայց դուք գնաք կողքի մսի խանութից ձեր միսն առնեիք։ Ինչքանով դա տրամաբանական կլներ։ Կարծում եմ, որ տրամաբանական չէր լինի ու առանց ներդրումներինը այդ հենց այն գլխավորներից մեկն է։ Նաև ինձ համար շատ կարևոր է մեծ տեսականին ու բնականաբար լավ որակը։ Միշտ ասել եմ, որ այստեղ կա մեծ տեսականի ու պարտադիր չի, որ դուք ամեն ինչից օգտվեք կամ ամեն ինչ հավանեք։ Այս տեսականին հենց արվում է նրա համար, որ դուք գտնեք ձեզ համապատասխան որևէ բան։ Ինձ թվում է բոլորի հետ էլ եղել է, չէ՞, որ գնում են ուրիշ խանութ, ինչ որ մի բան են գնում ու այդ ինչ որ մի բան իրանց դուր չի գալիս, բայց իրանք շարունակում են այդ խանութ գնալը։ Գնում են ու առնում են ուրիշ բան, որը որ փորձ են, միգուցե դա իրանց համապատասխանի կամ դուր գա։ Մի խոսքով մեր տեսականին ու ամենահարմար պայմանները հենց նրա համար են, որ մենք վարենք հենց միջազգային բիզնես։ Գնանք առաջ, ծանոթացեք Ալեքսեյ Նիչաևի հետ, մեր ընկերության հիմնադիր տնօրեն, շատ բարեգործական կազմակերպությունների հիմնադիր է, ինքը հիմնել է էկոլոգիական կազմակերպություն է, կա ծառատունկեր է կազմակերպում, մի խոսքով ունի շատ մեծ
ներդրում հենց գործարարների ոլորտում, հա, ու ամեն անգամ նաև շուտով կդառնա դեպուտատ, ու ամեն անգամ ինչ որ նոր բան որ անում է ու նոր բան որ լինում է, ինքը միանգամից արձագանքում է Համաճարակի ժամանակ, եթե կհիշեք, հա, եթե գրանցված էիք, հաստատ կհիշեք, եթե գրանցված չէիք այդ ժամանակ, ասեմ, երբ որ սկսվեց 1 տարի առաջ համաճարակը ու խուճապային իրավիճակ էր կարելի ասել երկրում, որովհետև ոչ այդ ախտահանող միջոցները կային բավականին քանակությամբ, հա, ինչը որ հարկավոր էր, ոչ տենց ինչ որ բաներ կային ու շատ մեծ ընկերություններ միջազգային նույնիսկ, հա, եվրոպական ընկերություններ իրանց արտադրանքը կանգնացրել էին եւ սկսել էին արտադրել հենց այս ախտահանող միջոցներ, չգիտեմ, դիմակներ եւ այլն եւ մեր ընկերությունը հենց այդ ընկերությունների շարքում էր, որը որ իր հոսքային գծերից մի քանիսը կանգնեցրեց եւ սկսեց արտադրել մեր ախտահանող միջոցները, արդեն ունենք նաեւ մեր ընկերությունում ախտահանող միջոցներ երկու տեսակի, ով որ չգիտի, սփրեյ տեսակով ունենք, ինքը 75%-ով է պաշտպանում եւ ախտահանում եւ գել տեսակով, ասեմ, որ աշխատանքի ախտահանող միջոցների հետ եմ առնչվել ու նենց չի, որ մերնա դրա համար եմ գովում երեխեք, ուղղակի իրոք լավն է, երբ որ քսում ես ձեռքերիդ, հա, կան չէ, տենց էֆեկտ թողնող միջոցներ, որ սենց կպչուն է դառնում ձեռքերը, կպչուն է դառնում ու տհաճ հոտ է գալիս, տարօրինակ, մեր միջոցը այդպիսին չի, ինքը քսում ես, շատ ուժեղ սպիրտի հոտ է գալիս, մի քանի վայրկյան, հետո ինքը միանգամից դուրս է գալիս, ցնդում է, հա, այդ հոտը ու ձեռքերիդ ոնց որ ոչ մի բան չլինի, ու բնականաբար այդքան չի չորացնում ձեռքերը Նենց որ դա էլ իմացեք, ինչ հզոր ընկերություն ունենք։ Մեր ընկերությունը ունի սեփական արտադրանք։ Սեփական արտադրանքը շատ կարևոր է, որովհետև օգտվել մի ընկերությունից, որը որ հենց արտադրում ու վաճառում է, այսինքն դա նշանակում է, որ դուք ոչ մի միջնորդավճարներ չեք վճարում։ Ունի սեփական ընկերություն, արտադրամաս, հա, գործարան, որը որ Մոսկվայում է գտնվում, 45,000 քառակուսի մետր տարածքով, ասեմ, որ շատ լավն է ու իդեպ մեր պրոյեկտում, հենց մեր թիմում, իմ ճյուղում չէ, գրանցված են մարդիկ, աղջիկներ, կանայք, ովքեր որ աշխատում են հենց ընկերության այդ արտադրամասում, Մոսկվայում, ռուս աղջիկներ ունենք գրանցված ու տեսեք, իրանք աշխատելով ենտեղ, հա, միևնույնն է գրանցվել են ընկերությունում, որպեսի օգտվեն։ Այսինքն մենակ աշխատելով ենտեղ էլի են չի, պետք է գրանցվես, որ կարողանաս օգտվես։ Ունենք գիտահետազոտական կենտրոն, կրկին շատ կարևոր բան, որովհետև ինչը խոսում է որակի մասին իրականում մեր ընկերության, որովհետև ունենք ունիկալ ֆորմուլաներ, բաղադրիչներ, որը որ կոնկրետ հենց մեր ընկերությանն է, այսինքն մեր լաբորանտներն են դրանք հայտնաբերել, պատենտավորել եւ ունենք հատուկ կոմպլեքս, որը որ մի քանի տարի առաջ անգամ պատենտավորվել Aquaftem կոմպլեքսը, որը որ հենց կարելի ասել ֆաբրիկ ընկերության դեմքն է, քանի որ գիտեք երևի, որ ընկերությունը հանդիսանում է որպես թթվածնային կոսմետիկա, Aquaftem-ը հենց այդ բաղադրիչն է, թթվածնային կոսմետիկայի։ Ունենք մեզ հետ համագործակցող հայտնի անուններ, դիզայներներ, Ալոնա Ախմադուլինան, Վալենտին Յուդաշկինը, Ալեքսանդր Ռոգովը, պարֆյումերներ Պիեր Բուրդոն, Տոմա Ֆոնտեն, Բերտրան Դյուշաֆուր, Դելֆին Լյոբո, այս ֆրանսիացիների անունները միջև արտասանում ես, ոնց որ սենց մի քիչ կյանքիդ կեսը գնում է, ասեմ, որ կրկին շատ
հպարտանալու տեղ է տալիս, որ նման անունները համագործակցում են հենց այն ընկերության հետ, որը որ ներկայացնում ես դու ու հենց այս մարդկանց կողմից արտադրված հագուստ, կոշիկ, պարֆյում դու հնարավորություն ունես կրես, դու հնարավորություն ունես նվիրես, ինձ թվում է շատ հաճելի կլինի, երբ որ դու Վալենտին Յուդաշկինի հրաշալի օծանելիք կարողանաս ինչ-որ մեկին նվիրես, ու դա նենց աստղաբաշխական թվեր չլինի, լինի շատ մատչելի, կամ իմ մաման, օրինակ, ես իրեն նվիրել եմ Ալոնա Ախմադուլինայի կոլեկցիայից շոր, ու ինքը երբ որ այդ շորը հագնում է ու ասում եմ, «Բա ինչ սիրուն է, ասում Ալոնա Ախմադուլինայի կոլեկցիայից», ու պարտությամբ նշում է, որ մենք դա գնել ենք Faberlic ընկերությունից։ Հաս։ Ինչ-որ մեկ մի խոսքով շատ մարդիկ զարմանում են, որ Ալոնա Ախմադուլինայի նման դիզայները, որը որ շատ հայտնի է, համագործակցում այդ ընկերության հետ եւ շատ ավելի հեշտ ու մատչելի կարելի է գնել իր բրենդի հագուստը։ Ինչ է տալիս մեզ ուղիղ վաճառքների ընկերությունը։ Ուրեմն նախ եւ առաջ բարձրորակ ապրանք, արդեն նշեցի, որ շատ արագ արտադրողից հասնում է մինչև մեզ սպառողներիս։ Ու չի կարա կեղծվի։ Հավատացեք, որ այս process-ը, որ անցնում է, այս ընթացքը, որ մեր ապրանքը անցնում է Մոսկվայից հասնելով անգամ եվրոպական ինչ-որ երկիր, հա, հեռու գնալով, ինքը չի կեղծվում, որովհետև հենց վերահսկողները մենք ենք այդ ընթացքը ու ուրիշի ձեռք չի անցնում ինքը։ Մեր կոնսուլտանտները ստանում են կողմնակի եկամուտ, քանի որ վաճառքներից մենք 20-ից 26% եկամուտ ունենք, ազատ գրաֆիկ, առանց տանից դուրս գալու եւ բնականաբար այստեղ լինելով մենք անընդհատ ինչ-որ բան ենք սովորում, թեկուզ կոնսուլտանտը, թեկուզ վաճառքանողը, ամեն դեպքում, եթե խելացի վաճառք է անում, պրոդուկցիան ուսումնասիրելով եւ նայելով, հա, ինչ-որ մի բան հաստատ անընդհատ սովորում է։ Էլ չեմ ասում բիզնեսի մասին, որ այստեղ կարելի ասել ամեն օր մենք ինչ-որ մի բան ենք սովորում։ Երևի թե առանց դրա առաջ գնալ այստեղ հնարավոր չի։ Եվ օգտվողը միանշանակ ստանում է հարմար գներ, որովհետև եթե համադրենք, հա, գինը ու որակը, դուք կտեսնեք ինչքան մատչելի են այս որակի ապրանքների համար մեր գները։ Ու բնականաբար, երբ որ դուք գնումները կատարում եք on-line տարբերակով, դուք տնտեսում եք համ ձեր գումարը, համ ձեր ուժերը, համ էլ ձեր ժամանակը։ Ես միշտ ասել եմ, գիտեք երևի, որ ես ունեմ նաև հիմնական աշխատանք, ու ինձ համար շատ, դե բնականաբար տան գնումները, ասենք ամբողջությամբ իմ վրա չեն եղել, ես չեմ կարող ասեմ, որ դա եղել է ինձ վրա, եւ ես հիմա on-line գնումներ կատարելով տնտեսում եմ այդ առումով իմ ժամանակը, բայց իմ համար կոսմետիկա գնել, ինձ համար հագուստ գնել, կոշիկ գնել, բնականաբար դա ես էի անում։ Եվ հիմա ես անգամ աշխատանքի վայրում լինելով կարող եմ գնումները կատարել ու այլևս ոչ միտեղ չգնալ։ Մանավանդ դա նկատել եմ, սկսել եմ գնահատել, այսինքն այս 1 տարվա ընթացքում, երբ որ համաճարակ էր ու որտեղ որ գնաս, եթե մի ժամանակ դաժե փակել այդ ամեն ինչը, հա, որտեղ գնաս պետք է դիմակով գնաս։ Ծայրահեղ դեպքերում եմ սկսել ինչ որտեղ դուրս գալ ու առհասարակ այն ամենը ինչը որ դաժե ընկերությունում չկա, փորձում եմ գտնեմ on-line տարբերակով ու on-line տարբերակով գնումներս կատարեմ։ 21-րդ դարն է իրականում, այդ on-line-ը երևի թե սենց քիչ-քիչ կգա ու կմտնի մեր կյանք։ Ինչու Faberlic։ Faberlic-ը շատ-շատերը մտածում են, որ Faberlic-ը դա կոսմետիկա է, դա պարֆյումերիա է ու վсё։ Դրանից բացի էլ բան չկա, բայց իրականում Faberlic ընկերությունը 15 կատեգորիա ապրանք ունի, 18 կատալոգ տարեկան, դա նշանակում է, որ եթե դուք վարում եք բիզնես, եթե դուք համագործակցում եք ընկերության հետ, դուք ստանում եք 18 անգամ եկամուտ, ոչ թե 12, եթե դուք լինեք սովորական աշխատող, որովհետև
մեր եկամուտները, գիտեք որ ամսական չեն, ըստ կատալոգի։ Կատալոգները քանի օր են տևում, ով կարա ասի։ Բացեմ չաթը, որ տեսնեմ ձեր գրածները։ Նեկ ջան, ես չեմ տեսնում, թե երեխեքներ չեն տեսնում, լրիվ սև է էկրանը։ Ես տեսնում եմ։ Նեկ տեսնում եմ քեզ։ Դեմոնստրացիան միացրած է իմ մոտ։ Հա, միացրած է ու ինձ մոտ երևում է։ Հարցիդ պատասխանը կատալոգները տևում են տարվա ընթացքում 2 անգամ 2 շաբաթով, 14 օրով, մնացած դեպքում 3 շաբաթով 21 օր։ Ապրես, այո, կատալոգները տևում են 2 կատալոգա տարեկան, որը որ 2 շաբաթ է տևում, մնացած դեպքերում 21 օր։ Եվ մենք 21 օրը 1, իսկ 2 անգամ 14 օրը 1 ստանում ենք մեր եկամուտները։ Մարիամ ջան, նոր տեսա, որ միացել ես, ապրես, շատ ողջույն։ Գնացինք առաջ սլայդս բերեմ։ Արտադրանքի բազմազան լինելու մասին շատ եմ խոսել ու միշտ խոսելու եմ, ինձ այն շատ եք դա լսելու, անընդհատ լինում են նորույթներ, ամեն կատալոգի ընթացքում, կատալոգում տպագրվում է 10,000 անուն ապրանքատեսականի, 1000-1500 անուն ապրանքատեսականի, 1000-ից 1500, բայց առհասարակ մեր ընկերությունում 6-ից 8000 անուն ապրանքատեսականի կա։ Դրա համար միշտ բոլորին ասում եմ, երեխեք ամեն ինչ նայեք պրոդուկցիայով։ Կատալոգի մեջ տպագրված է իրականում մենակ նորույթները, մերս հաստ կատալոգի մեջ տպագրված է իրականում միայն նորույթները ու ակցիաները, տվյալ կատալոգի ակցիաները։ Տարեկան ավելին քան 1500 նորույթ։ Մի հատ ինձ խանութ ցույց տվեք, որտեղ որ տարեկան 1500 նորույթներ կլինեն։ Ու կլինեն նորույթներ տարբեր ոլորտների, տարբեր բաժինների, այսպես ասած։ Ես շատ եմ ուրախանում, որ մեր ընկերությունը նույնիսկ թեյնիկ, հա, երրորդ կատալոգում նույնիսկ հարիչ է լինելու։ Ես պատկերացնում եմ ինքը ինչ որակապես ինչքան լավն է, բավականին թանկ է, բայց նաև ֆունկցիոնալ է ու շատ լավն է։ Արդեն հասցրել եմ հաջորդ կատալոգը թերթեմ։ Եվ 7 միլիոնից ավել ընտանիքներ վստահում են հենց Faberlic ընկերությանը։ Սա ընդհանուր բնականաբար բոլոր երկրների ցուցանիշն է։ Մեր արտադրանքները տարբեր ոլորտների են դոմ բաժնի մեր ամեն ինչը, այսինքն տան խնամքի հետ կապված, մաքրության հետ կապված, եթե երեխեք չեք փորձել, ուղղակի ինձանից ձեզ խորհուրդ որպես 3 տարի այս ընկերությունից գրեթե 3 տարի օգտվող մարդ։ Մեկ անգամ փորձեք, վերցրեք որևէ միջոց, ցանկացած միջոց։ Այն ինչը որ ձեզ պետք է, հա, չգիտեմ, տուալետը մաքրող, վաննան մաքրող, լվացքի փոշի ամանի հեղուկ, ցանկացած բան, լաքահանիչներ, հրաշալի լաքահանիչներ, ինձ թվում է հատկապես մամաները, հա, կգնահատեն լաքահանիչները, ես բալիկ չունեմ, բայց մեզ տան համար հավատացեք, որ էլի պետք է լաքահանիչները, որովհետև լաքաները լինում են ամենուր ու ես լաքահանիչներով նենց չի, որ մենակ հագուստի վրայից եմ ինչ-որ կեղտաբծեր հանում, սպիտակ կոշիկը լավ մաքրում, բոթասները լավ մաքրում, նենց որ ուղղակի մի հատ փորձեք։ Ես վստահ եմ, որ մեկ անգամ փորձելուց հետո դուք այլևս ոչ մի բան չեք գնի։ Մոտ 3 տարի է արդեն, որ ընկերությունում եմ եւ 2.5 տարի հաստատ, որ օգտվում եմ մեր հագուստից ու մեր կոշիկներից։ Երրորդ սեզոնն եմ ես հագնում իմ ուգիները, ովքեր որ լսել են, արդեն ասել եմ, որ շատ լավն է։ Իրոք շատ լավն են մեր հագուստ, կոշիկ, հա, այդ ամեն ինչը, դեռ տենց ինչ-որ մի բան չկա, որ ես դեն նետած լինեմ, որովհետև, ասենք, մի սեզոն անցավ, կոշիկս պոկվեց, ստիպված դեն նետեցի։ Չկա, երրորդ սեզոնն է ու ընդ որում ես ապրում եմ շատ ցուրտ վայրում, որտեղ 9 ամսից ավել ձմեռ է, այսինքն 9 ամսից ավել ես հագնում եմ այդ կոշիկները։ Ու երրորդ սեզոնը արդեն կլրանա։ Այս տարի ուզում էի թազա ուգիներ պատվիրեի, բայց հանեցի նայեցի իմ ուգիները շատ լավ տեսք ունեին, ասեցի լավ, սպասենք հաջորդ տարի երևի։
Բնականաբար մեր դեկորատիվ կոսմետիկան եւ խնամքի միջոցները, որոնք որ անընդհատ թարմացվում են, անընդհատ նորացվում են ու անընդհատ նոր խոսք է ասում մեր ընկերությունը, հենց այս կատալոգի նորեկի նվերը, որը որ մեր հրաշալի էլի դեմքի խնամքի նաբորն է, հա, ինքն էլ տենց նոր բան է, այս խնամքի, հա, բանում, աշխարհում, այսպես ասած, ու ինքը փոխարինում է սալոնային, հա, տենց պրոցեդուրաներ։ Ունենք մարզային սարքավորումներ, հենց երեք եթե Նեգ ջան, կներես, բայց դեմոնստրացիան անջատվել է։ Անջատվել է, նոր տեսա, որ ասեցիր։ Այսօր դեմոնստրացիան չի ուզում միացած լինի, անընդհատ անջատվում է։ Всё, հիմա պետք է որ միացած լինի։ Հա, արդեն իսկ կա։ Մարզային սարքավորումներ, ուրեմն նախ ունենք մենք DNS ապարատներ, որոնք որ հայտնի են ու որպես բժշկական սարքավորումներ կան որոշակի բժշկական կենտրոններում։ Իսկ մեզ մոտ իրանք կան նաև վաճառքի։ Ունենք շատ սարքավորումներ, որոնք որ տանը մարզվելու համար կամ ասենք ինչ որ կառուցվածքին, կազմվածքին հետևելու համար են նախատեսված, ունենք այս մասաժորը չգիտեմ երևում չի երևում, ինքը հակացելյուլիտային մասաժոր է, շատ հավես։ Այս միջոցները, սարքավորումները, այս գորգը, որ շատ լավն է, ես իրան ունեմ, հենց այս բարձով, առանձին իրան պատվիրել եմ, ու երբեմն ինքը շատ է ինձ օգնում, երբ որ հոգնած, որ ուղղակի ցավ, ամեն մի մարմնի բջիջը տենց ցավում է, ամեն մի կետիկը ցավում է, սենց սիրուն պարկում եմ վրեն, մի քանի րոպե հանգստանում եմ, սաղ այս անոթները բան իրանք տենց լավ տաքանում բացվում են, մի խոսքով շատ հավես բան է ստացվում։ Քույրս իմ զբաղվում է սպորտով, այսինքն ինքը կազմվածքին է իր հետևում ու մեր կոկտեյլները արդեն իր անբաժան մասնիկն են դարձել։ Տեսականը բազմազանության մասին էր կրկին խոսքը։ Առաքման տարբերակները։ Ուրեմն ասեմ, որ շատ երկրներում մենք ունենք ստացման կետեր, այսինքն գրասենյակներ։ Կան երկրներ, որտեղ որ հիմնականում դա եվրոպական երկրներն են, որտեղ որ մենք չունենք ստացման կետեր, բայց դա չի նշանակում, որ մենք այդտեղ չունենք համագործակցություն։ Մենք ունենք այնտեղ տուն առաքում տարբերակը, որը որ նույնպես շատ բարձրորակ է կատարվում ու տեսեք, կան երկրներ, որտեղ որ, այսինքն հիմնականում երևի թե բոլոր եվրոպական երկրներում 100 եվրոից բարձր պատվեր որ անում ես, քո առաքումը արդեն անվճար է։ Օնլայն կատարեցիր գնումներդ, վճարեցիր օնլայն, պատվերդ անվճար բերեցին տուն, հասցրեցին, արքայություն։ Ինձ թվում է շատ հարմար տարբերակ է նաև այդ առաքում տարբերակը որ կա, որ բերում հասցնում են տուն ու Հայաստանում մենք ունեինք դա վճարովի տարբերակով հենց ֆիրմայի կողմից կազմակերպած, բայց բոլոր տեղերում չկար դա, այսինքն կար խնդիր հեռավոր գյուղերը սպասարկելու, որովհետև այնտեղ էլ են մարդիկ ուզում օգտվեն, այնտեղ էլ են մարդիկ կոպիտ ասած լվացվում, լողանում ու իրենց էլ է պետք էս միջոցները եւ հատուկ դրա համար մեր տնօրինական կազմը, հանձինս 5 տնօրենների մեջ հիմնեց առաքման տարբերակ, բացվեցին հատուկ մեր թիմի համար, բնականաբար ուրիշներն էլ կարան օգտվեն, բայց առաջնային ուզում եմ նշեմ, որ հենց մեզ համար է դա բացվել, մեզ համար է դա արվել Եվ ես ինքս անձամբ շատ շնորհակալ եմ ու այն որ չեմ պատկերացնում, եթե հանգարց իրանք նորից չլինեն, ինչա լինելու։ Գրասենյակներ, որոնք որ անում են առաքումներ ամբողջ Հայաստանի տարածքում։ 5 գրասենյակ սպասարկում է ամբողջ Հայաստանը։ Ունենք գրասենյակ Երևանում, որը որ Երևանի տարածքը եւ հարակից տարածքները անվճար է սպասարկում, մնացած գրասենյակները մեկի կարծեմ Մեղրի
մեղրի առաքումը անվճար։ Մեղրի մեկ է մի հատ էլ գյուղ կա, չեմ հիշում երեխեք ինչա, բայց մեղրի կողմի գյուղերից է։ Անվճար է սպասարկվում, ուրեմն Աբովյան քաղաքի գրասենյակը Աբովյան քաղաքում անվճար է սպասարկում, առաքում տարբերականում, հա։ Մնացած տեղերում սկսած 200 դրամից դուք կարող եք ստանալ ձեր պատվերը ու հավատացեք շատ խնդիրներ է լուծել այս տարբերակով մեր սպասարկումը, որովհետև կան գրասենյակներ, որոնք որ աշխատում են ընդամենը 2 ժամ։ Լինում է խնդիր, որ ապրանքը ճմրթված է լինում, վնասված է լինում, ու գնում ենք գրասենյակի հետևից, նայեք, փոխեք, հետ վերադարձրեք։ Մեր գրասենյակների դեպքում բնականաբար դա եւս կարող է լինի, ձեր ապրանքը եւս կարող է չլինի, պահեստում ձեզ չուղարկեն, բայց այստեղ ես վստահ կարող եմ ասել, որ ոչ մի ինչ-որ խնդիր կամ քաշքշուկ բան չի լինի։ Այնպես որ խորհուրդս ու հորդորս բոլորին օգտվել հենց մեր թիմի գրասենյակներից, այն ինչը որ կոնկրետ արվել է ձեր համար, մեր համար, գնահատեք եւ օգտվեք դրանից։ 200-ից մինչև 500 դրամ է։ Ինձ թվում է 21 օրվա կտրվածքով 500 դրամն էլ պատվերի համար, որ քեզ բերեն հասցնեն տուն, այդ տենց մեծ գումար չի կարծում եմ։ Սա առաքումների հետ կապված Ռուսաստանի մասով ասեմ, որ կան գրասենյակներ կան գրեթե բոլոր մեծ եւ ոչ այդքան մեծ քաղաքներում, իմ քաղաքը այդքան մեծ քաղաք չի համարվում, բայց մենք ունենք շատ գրասենյակներ, առաքման այստեղ զոնաները, հա, առաքման գները Ռուսաստանում մի փոքր տարբերվում են ըստ զոնայի, որտեղ տարածքը մեծ է եւ մի քիչ ավելի հեռավոր տեղ հասցվում է ավելի թանկ գնով։ Սա էլ էսպես, բայց էլի շատ հարմար է ու ես 2-ից 5 օրվա ընթացքում ստանում եմ իմ պատվերը։ Համագործակցության 3 տեսակներ, առաջին տեսակը դա օգտվում ենք մենք մեզ համար, տնտեսում ենք մեր 20-ից 26%-ը ինչքանից ենք օգտվում, երկրորդ տարբերակը մենք ունենք կողմնակի փոքր արագ եկամուտ, որը որ ստանում ենք վաճառքներից, կրկին օգտվում ենք նվերներից, բոնուսներից, ակցիաներից, սպառավաճառքներից, եւ երրորդ տարբերակը մենք կառուցում ենք բիզնեսը կառուցում ենք, ինչպես ասացի, միջազգային մակարդակի եւ ստանում ենք աճող եկամուտներ։ Եղեք, այստեղ եկամուտների մասին խոսալուց ուզում եմ անպայման նշեմ, որ միանշանակ այս եկամուտները աճող են ու միանշանակ այդ եկամուտները կան։ Հավատացեք, ոչ մի տնօրեն, ոչ Լուսինեն, ոչ Քնարիկը, ոչ Գայանեն, հա, ում սկզբում ներկայացրեցի, ոչ մեկը չեն եկել այստեղ պատրաստված կամ ինչ-որ գիտելիքներ ունենալով կամ, չգիտեմ, արդեն թիմ հավաքած, արդեն տնօրեն դարձած, բոլորն եկել են այստեղ 0-ից, ունեցել են իրենց թիմում 0 մարդ եւ 0-ից սկսել են այստեղ կառուցել իրենց բիզնեսը։ Ես էլ եմ եկել այստեղ 0-ից, եղել եմ մենակ ես ու իմ նաստավնիկը եւ այսպես սկսել եմ հրավիրելով, մարդկանց պատմելով, արդեն ունեմ 400-ից ավել մարդ իմ թիմում։ Բնականաբար 400-ին էլ ես չեմ գրանցել, դա հնարավոր չի, այսինքն հնարավոր է, նենց չի, որ հնարավոր չի, բայց այդ 400 մարդը, որ հիմա կա իմ թիմում, մենակ ես չեմ էդի արել ու այդ հնարավորությունն էլ է կարծում եմ պետք գնահատել, որ այստեղ միասնական է աշխատանքը։ Արդյոք պետք է վաճառել Faberlic ընկերությունում։ Հավատացեք, որ այստեղ վաճառք անել անհրաժեշտ չի, որպեսզի դուք ստանաք եկամուտ կամ հիմնեք բիզնես։ Եթե բնականաբար դուք ուզում եք արագ եկամուտներ եւ ուզում եք ստանաք արագ գումար, հա, կամ սիրում եք վաճառք անել, որովհետեւ ես հաճախ լսում եմ մարդկանցից, ու այս վերջերս էլ մի աղջկա հետ եմ ծանոթացել մեր թիմի, ով ասաց, որ ինքը շատ է սիրում վաճառք անել։ Ինձ թվում է դա շնորհք է մարդուն տրված, ես հիանում եմ այդ մարդկանցով, ովքեր որ կարող են ճիշտ ու գրագետ վաճառք անեն, ես դա չեմ կարողանում անել։ Բնականաբար, եթե ես մտքիս տեղ դնեմ, ես դա կարող եմ անել, ուղղակի հիմա իմ ուղղվածությունը մի փոքր ուրիշ է։
Իսկ վաճառ կանել, այստեղ իրականում, եթե դուք ուզում եք բիզնես անեք եւ չեք կարողանում վաճառ կանել, ասեմ, որ վաճառ կանել ձեզ այստեղ պետք չի։ Եվ մենք հենց դա էլ կսովորացնենք ձեզ, որ ոնց այստեղ կայանաք, ոնց այստեղ բարձրունքների հասնեք առանց վաճառ կանելու։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է, պետք է ուղղակի օգտվեք դուք ու մարդիկ տեսնելով ու մարդկանց պատմեք։ Մարդիկ տեսնելով ձեր դրական կարծիքը, իսկ ես վստահ եմ, որ կարծիքը դրական է լինելու, որտեղ անձամբ ես ինքս օգտվում եմ ու հավատացեք, եթե ինձ դուր չգար, ես հաստատ չէի մնա այստեղ օգտվող, որովհետև ինձ դա պետք չի։ Ես հաստատ կգնեի այն ինչը, որ ինձ դուր կգար։ Մարդիկ լսելով ձեր դրական կարծիքը ու ձեր դրական էմոցիաները ստանալով հաստատ կգան օգտվելու եւ այդ մարդկանց ներգրավելը իրականում ինքնաբերաբար կստացվի, որ դուք պատմեք մարդկանց եւ մարդիկ տեսնեն, որ դուք իսկապես օգտվում եք։ Իսկ դրա համար պետք է միանշանակ օգտվել ամբողջ տեսականոց կամ հնարավորինս։ Դե չեմ ասում, եթե ձեզ մարզասարքերը պետք չեն, վերցնեք ու դնեք տանը։ Օգտվեք նրանից, ինչը որ պետք է գնեք ուրիշ խանութներից։ Faberlic ընկերությունը արդեն նշեցի, որ միջազգային, հա, բիզնես է, դա աճող եկամուտների, այսպես ասած, պաշար է, եւ ինչի համար է մեզ վճարում ընկերությունը։ Ընկերությունը մեզ վճարում է ապրանքաշրջանառություն կազմակերպելու համար։ Այսինքն, եթե դուք գրանցեք մարդկանց եւ այդ մարդիկ ոչինչ չգնեն, ինչի են իրանք ժամանակի ընթացքում ջնջվում, չէ, որտեղ ընկերության այդ ուղակի գրանցված մարդիկ պետք չեն եւ եթե ինքը 6 կատալոգի ընթացքում իր տան համար գնումներ չի գտնում անելու, ուրեմն ինքը պետք չի, այսպես ասած, որ այստեղ մնա։ Ուրեմն ինքը օգտվում է ուրիշ տեղից, որտեղ կհամաձայնեք երևի, թե որ 6 կատալոգի ընթացքում հնարավոր չի, որ քեզ ոչինչ պետք չգա։ Եթե կան մարդիկ, ովքեր որ կասեն հնարավոր է, ես շատ եմ գնել, բան, ես մեծ սիրով կբանավիճեմ այդ մարդու հետ, որովհետև հնարավոր չի։ Լավ լվացքի փոշին դու գնեցիր մեծ տուփով, հա, ինչը որ շատ է լինում ասում են։ Լավ, չգիտեմ ինչ որ տենց կոսմետիկայից չես օգտվում, բայց հաստատ տուալետը մաքրող միջոց, վաննան մաքրող միջոց, հատակը մաքրող միջոց, լուսամուտները մաքրող միջոց մենք չենք գնում գիտեք։ Լավ, լողանում են, չէ։ Լողանում են, չէ, ու հաստատ այդ շամպունները մեշոկներով չեն գնում, չէ, ու դնեն տանը։ Ատամի մածուկ, ատամի չոտկերը պարբերաբար փոխվում են մի քանի ամիսը մեկ։ Նենց որ այն մարդիկ, ովքեր որ ասում են ինձ ոչինչ պետք չի, ես մեծ սիրով կբանավիճեմ ու կցույց տամ իմ գնումները, որը որ ես այստեղից անում եմ։ Չես օգտվում, չես կարա այստեղ կայանաս։ Ուրեմն գնա հարևանի խանութը հարստացրու, ոչ մի բան մի ստացի դրանից։ Կազմակերպում ենք այստեղ ապրանքաշրջանառություն եւ վաստակում ենք գումար։ Մենք ուղղակի իրականում երեխեք, եթե բոլորս հասկանանք, որ մենք կյանքում տալիս ենք խորհուրդներ ու դա անում ենք անվճար, ու մի հատ էլ պատկերացրեք օրական մի հատ օրվա ընթացքում հաշվեք քանի անգամ եք դուք ինչ որ մի բան, ինչ որ մեկին խորհուրդ տալիս, ու դա անում եք անվճար։ Իսկ եթե այդ բոլոր խորհուրդները լինեին վճարովի, ինչքան հարուստ կլինեինք մենք։ Եթե այդ ամեն ինչի համար էլ վճարեր Faberlic ընկերությունը։ Ինձ թվում է համաձայն եք ինձ հետ։ Եվ ունենք շատ բոնուսներ։ Սկզբում, երբ որ ես գրանցվեցի, ես բնականաբար չգիտեի այս ամեն ինչի մասին, գիտեի, որ տնօրենի համար են ստանում ինչ-որ կվալիֆիկացիոն բոնուսներ, հա, հաստատման դեպքում եւ բարձր ավելի։ Չգիտեի ճամփորդությունների մասին, ինչը որ ինձ համար շատ հաճելի ու հետաքրքիր ու նպատակ դարձած արդեն բան է, ու չգիտեի, որ կա նաև մայրության ու որդեգրման բոնուս։ Սա այն ամենակիչն եմ ձեզ հիմա ներկայացնում, ինչի համար է նաև ընկերությունը վճարում, մայրության և որդեգրման բոնուս։ Եթե ձեր բալիկը ծնվում է, երբ որ դուք արդեն պրոյեկտում եք ու գտնվում եք ավագ փոխտնօրենի ստատուսում, ձեզ ընկերությունը նաև գումար է վճարում։ Մի հատ ասեք, որտեղ կա նման հնարավորություն։
անգամ պետությունը տենց չի հոգում, ինչքան որ մեր փոքրիկների համար, հա, կամ մամաների համար, ինչքան որ ընկերությունն է դրա մասին հոգում։ Լուսնեից երբ որ նոր էի պրոյեկտում, ասում էր, Լուսնեից լսել եմ, որ պամպերսներ չկան ընկերությունում, մամաները չեն կարողանում գնեն պամպերսներ եւ ընկերությունը դրա փոխարեն մայրության եւ որդեգրման բոնուս է տալիս։ Ու այստեղ իմ համար շատ կարևոր էր, որ ոչ միայն մայրության, այսինքն որ խրախուսումը նաեւ որդեգրումը ու գնահատում։ Թանկարժեք ճամփորդություններ։ Ասեք, որ շատ ընկերություններում, շատ ինչ-որ տեղերում դու կարող ես լինել կայացած, շատ գումար վաստակես, որ կարողանաս ինքդ ճամփորդես, հա քո հաշվին, բայց ոչ մի ընկերություն քեզ չի ուղարկի իր հաշվին ինչ-որ ճամփորդության։ Իսկ մեր ընկերությունը, մեր թանկարժեք տնօրենների աշխատանքը գնահատելով, որտեվ եթե թանկարժեք տնօրեն է, ուրեմն լավ ապրանքաշրջանառություն է կազմակերպում, ճիշտ է։ Դրանից շատ-շատերը ասում են օգտվում է ընկերությունը եւ այլն, բայց նաեւ տալիս է այն մարդկանց, ովքեր որ շատ են աշխատում։ Եվ այդ թանկարժեք ճամփորդությունները հենց դրա շարքից է, հա, ու այս տարի 21 թվին, եթե ամեն ինչ նորմալ լինի, համաճարակի մասով եմ, հա, ասում, լինելու է ճամփորդություն դեպի Պորտուգալիա, բոլոր մեր թանկարժեք տնօրենների համար ու հուսանք մեր Լուսինեն էլ անպայման կգնա, որտեվ քնարը 2 թե 3 անգամ արդեն ճամփորդել է, բալին հիշում եմ, որ քնարը գնացել եմ, տեսել եմ, հետևել եմ ու բարի կղզի է գնացել իտալական։ Իսկ ներքևում մեր կվալիֆիկացիոն բոնուսներն են, մեր հաջողության, այսպես ասած, աստիճաններն են, որը որ մենք այսպես միասին արդեն, քանի որ մենք միասին ենք այստեղ, պետք է այսենց անցնենք եւ բարձրանանք, հասնենք մինչեւ վերև։ Ու հավատացեք, որ դա հնարավոր է։ Դա իրականում այդքան էլ բարդ չի, ուղղակի պետք է ամեն օր աշխատել։ Ոչ թե աշխատել, երբ որ հավեսդ տա, այսպես ասած, այլ ամեն օր աշխատել։ Վերջում այս մասին պատմելիս ուզում էի վերջացնեի մեր վերջին թիմային հավաքույթով, որտեղ որ ինձ թվում է իմ աղջիկներից իրանց կգտնեն, որը որ կայացավ վերջերս Արտաշատ քաղաքում, շատ լավ մեծ միջոցառում, որտեղ տեղերը սահմանափակ էին եւ կարային գնային բոլորը, ուղղակի պետք է նախապես ասեին, որ իրանք գնալու են ու սահմանափակ էր, ով առաջինը մի խոսքով հասցրեց, ասեց, որ ինքը գնալու է, իրանք էլ գնացին ու մասնակցեցին։ Շատ հետաքրքիր էր, ընթացքում անպայման կտեղադրեմ նյութեր, հենց այս միջոցառումից, մեր արդեն փորձառուների խոսքից կարող եք լսել ու ոգեշնչվել։ Ես հետևել եմ միջոցառմանը ու վստահ եմ, որ մյուս միջոցառմանը ես այնտեղ կլինեմ, ցավոք սրտի չստացվեց այս անգամ։ Իսկ հիմա ուզում էի մի փոքր, ինձ լսում եք, չէ՞ երեխեք, մի հատ տեսնեմ ինձ լսում եք։ Լսում եք, չէ՞ ինձ։ Հա, բոլորս էլ լսում ենք երևի։ Ահա, մի փոքր էլ խոսամ այս կատալոգի ակցիաների ու նորույթների մասին։ Կատալոգը արդեն սկսվել է, տևելու է մինչև փետրվարի 21-ը ու ունենք շատ լավ խնամքի միջոց, որը որ ես էլ ունեմ։ Ինձ շատ է դուր գալիս ու հենց միանգամից ինքը եղավ նորույթ, ես իրեն պատվիրեցի, որովհետև սալոններ գնալ, հատկապես այս շրջանում ինքը շատ տենց մի քիչ հələ հիմա բաց է, լավ, բայց չես կարող ասես վաղը ինչ կլինի ու առհասարակ ես մի քիչ բան եմ տենց, վախենում եմ սալոններից։ Ավելի լավ է տանը իմ համար ես իմ խնամքը կատարեմ։ Շատ լավ առաջարկ նորեկների համար, իրանց գնումները կատարելու դեպքում, նախ 24 ժամվա ընթացքում, եթե նորեկը գրանցվում է եւ ձևակերպվում է իր պատվերը, ինքը ստանում է անակնկալ նվեր ընկերության կողմից։
Հայաստանի տարածքում միանգամից զգուշացնեմ, որ այդ նվերը հիմա միգուցե ինքը առկա չլինի, բայց հաստատ ձեր նորեկը կստանա այդ նվերը։ Ու հաստատ եթե դուք նորեկ եք, օրինակ իմ նորեկը անցած կատալոգի դեռ չի ստացել, բայց հաստատ ինքը ստանալու է, էլի, տենց բան չկա, որ ընկերությունը ինչ որ նվեր իրան պահի կամ չտա նորեկին նվեր։ Լինելու է, ուղղակի ճանապարհների հետ խնդիր կա, ապրանքի մուտք դեռևս չի եղել Հայաստան։ Հենց լինի ապրանքի մուտք, այս նվերները բնականաբար կլինեն։ 24 ժամվա ակցիայի նվերի մասին էր խոսքը։ Իսկ մնացած նվերները միանշանակ հաջորդ կատալոգում, այսինքն ձեր երկրորդ պատվերի հետ ձեր նորեկի նվերը կարողանում եք հանել։ Չգիտեմ, այստեղ մենք ունենք ինչ-որ նորեկ, երևի նորեկ չունենք, բայց աղջիկներից երևի կլինեն, չէ՞, որ ձեր նորեկները արդեն անցած կատալոգի նվերները իրենց պատվերների հետ հանել են, որտեղ արդեն բավականաչափ պատվերներ ունենք այս կատալոգի ընթացքում։ Անցած կատալոգի մեր լվացքի փոշիները վերցրել եք, չէ՞, արդեն ձեր նորեկների հետ միասին։ Ամեն կատալոգում, ինչև չգիտեմ, գրում եք, չեք գրում այստեղ։ Ամեն կատալոգում կա ֆիքսված գումար, հա, այդ գումարի գնում կատարելու դեպքում հիմա այս կատալոգում դա 13490 դրամն է Հայաստանի համար, Ռուսաստանի համար 1499 ռուբլի։ Դա կատալոգի գինն է եւ 20% զերծվելով, որպես արդեն գրանցված խորհրդատու հաջորդ կատալոգում դուք կունենաք այս հրաշալի խնամքի նաբորները նվեր։ Իսկ այս նկարի մեջ ձեր ուշադրության եմ ուզում ներկայացնեմ կոնկրետ եվրոպական երկրներ, որտեղ որ կա նաև գումարային ակցիա։ Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է այսպիսի հաճելի անակնկալներ եւ եվրոպական 8 երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Դանիա։ Այդ երկրներում սկսած 30 եվրոից կա գումարային ակցիա, այնտեղ տեսնում եք, չէ, որ Բուլղարիան, Ռումինիան, մեկ էլ Դանիան իրանց վալյուտայով է նշված, բայց մոտավորապես էլի այդքան է գումարը, 30-ից 50 եվրո ընկերությունը նվեր է տալիս, որպեսզի մարդիկ կատարեն իրենց գնումները։ Ու երկրները ասեմ, որ փոխվում են, անցած կատալոգում ուրիշ երկրներ էին։ Այս կատալոգում ուրիշ երկրներ են եւ վստահ եմ, որ հաջորդում էլ կլինի, շատ հետաքրքիր է ինչ երկրներ կլինեն։ Ասեմ, որ Հայաստան, Ռուսաստան այդ երկրներում էլ է լինում ու ավելի հաճախ է լինում, քան եվրոպական, հիմա ոնց որ մենք ուղղվածությունը դեպի Եվրոպա ենք փոխել։ Ակցիա like Faberlic, ինձ թվում է շատերդ արդեն ծանոթ եք այս ակցիային, եթե դեռ ծանոթ չեք, հնարավորություն ունեք մինչև 7-րդ կատալոգ օգտվելու այս ակցիայից։ Ինչու՞մն է կայանում ակցիան։ Ուրեմն տեսեք, առաջին կատալոգում անում եք մինիմալ ձեր երկրին համարժեք, հա, պատվեր։ Եթե դա Հայաստանն է 9600 դրամ, ну, կոպիտ հաշվարկով եմ ասում, հա, 9560 դրամ, հա, 9600 դրամ։ Անում եք պատվեր, վճարում եք ձեր պատվերը, հաջորդ կատալոգում եք անում նույն չափից սկսած պատվերներ։ Եվ երրորդ կատալոգում հնարավորություն ունեք վերցնելու մեկ ապրանք 70% զերծով։ Երրորդ կատալոգ նկատի ունեմ թվով առաջինում արեցիք, ոչ թե թիվ առաջին կատալոգ, այլ ընթացիկ, եթե անցած կատալոգում չեք պահել, պատվեր չեք արել, ունեք հնարավորություն այս կատալոգում, հաջորդ կատալոգում անել առնվազն մինիմալ պատվեր եւ երրորդ թվով արդեն երրորդ կատալոգը կլինի։ Այնտեղ կկարողանաք վերցնեք մեկ ապրանք 70% զերծով, ասեմ, որ սենց շատ մաչելի է գալիս ու ես ինքս օգտվում եմ այս հնարավորությունից, ինքը 16-րդ անցած տարվանից է մեկնարկել, 16-րդ կատալոգից կա այս հնարավորությունը եւ տևելու է մինչեւ 7-րդ կատալոգ, այսինքն դեռ ունեք հնարավորություն մի քանի ապրանք վերցնելու 70% զերծով ամեն կատալոգում մեկ ապրանք։ Շտապեք, իսկապես շատ լավ բան է, շատ լավ հնարավորություն է։ Մեկնարկային ծրագիր Faberlic ընկերության կողմից ով չի մասնակցել մեկնարկային ծրագրին, ասեմ, որ շատ մեծ բան եք կորցրել։ Իսկ եթե մասնակցում եք կամ դեռ նորեկ եք ու պետք է անցնեք ձեր առաջին քայլը կամ անցել եք արդեն առաջին քայլը, բոլորիդ հորդորում եմ անպայման
անցեք մեկնարկային ծրագիրը, որովհետև ինքը շատ լավն է։ Հետո վերջում որ հասնեք արդեն երրորդ քայլի նվերը ստանաք, կզգաք ինքը ինչքան լավ բան է ու կասեք ուզում եմ նորից անցնեմ։ Ինչա մեկնարկային ծրագիրը իրենց ներկայացնում, դա բացի նորեկի նվերից, ինքը առաջին քայլն է համարվում մեկնարկային ծրագրի, բացի նորեկի նվերից եւս 8 հավաքածու ստանալ գրեթե 90% զեղչով։ Եթե նորեկի նվերը մենք վերցնում ենք ընդհանրապես 10 դրամով, հա, ու կարելի ասել անվճար, երկրորդից մինչև 9-րդ քայլի նվերները մենք վերցնում ենք կամ 2700 դրամով ամբողջ հավաքածուն, կամ 900 դրամով։ Ինչա պետք դրա համար անել։ Անցավ նորեկը իր առաջին քայլը։ Հաջորդ կատալոգում, երբ որ վերցնում ենք իր նորեկի նվերը, այդ կատալոգի ընթացքում, ամբողջ կատալոգի, ամբողջ 21 օրվա ընթացքում կամ 14 օրվա ընթացքում ունի հնարավորություն անսահմանափակ քանակի գնումներ անել, այսինքն 1 պատվեր, 2, 3 եւ գումարային, հա, բոլոր պատվերների արժեքը եթե լինի 22490 դրամ եւ ավել, դուք կստանաք մեկնարկային քայլի նվերը 2700 դրամով։ Եթե 44990 եւ ավել, ձեր հավաքածուի արժեքը կլինի ընդամենը 900 դրամ։ Ինձ թվում է պարզ է, չէ՞, երեխեք, ուրեմն թվերը հենց այսպես են, այսինքն երկրորդ քայլ, երրորդ քայլ ամեն կատալոգում։ Նորեկի նվերը հանեցինք, արեցինք ընդհանուր այդ կատալոգի ընթացքում 22.5-ի պատվեր եւ երրորդ կատալոգի ընթացքում մենք հանում ենք մեր երկրորդ քայլի նվերները։ Այստեղ տեսնում եք Արոմանիա օծանելիքների, փոքրիկ օծանելիքներ են, 30 միլիոն կարծեմ։ 3 օծանելիք ենք վերցնում այստեղ, դոմբաժնի երրորդ քայլը դոմբաժնի լվացքի փոշի եւ լաքահանիչա։ 4-րդ քայլը դա խնամքի միջոցներ են, 2 քսուկներ ցերեկային, գիշերային, աչքերի շուրջ քսուկ եւ միցելար ջուր ըստ ձեր մաշկի, այսինքն էլի տալիս ընտրության հնարավորություն։ Գրեթե ամենտեղ տալիս ընտրության հնարավորություն, հիմա կասեմ ինչի են հենց այս ապրանքները ընտրված։ 5-րդ քայլը դեկորատիվ կոսմետիկա, որը որ վերջերս փոխարինվեց եւ էլի մեր ամենալավագույն միջոցներն են այստեղ դեկորատիվ կոսմետիկայի։ Իմ ամենասիրելի 6-րդ քայլը, որը որ տան խնամքի միջոցներ են, դեմքի այսպես շատ լավ պիլինգային էլի սալոնային պրոցեդուրային փոխարինող մեր շարքը, այստեղ չկա ընտրություն, այստեղ ինքն է ու վերջ, բայց շատ լավն է։ 8-րդ քայլը կրկին դեկորատիվ կոսմետիկա, Glam Team շարքը, իտալական մեր կոսմետիկան, հիանալի հնարավորություն, հա, օգտվելու այս հավաքածուից, եւ 9-րդը 2 օծանելիք եւ 2 լոգանքի գել։ Այստեղ նշված են ռուբլիով, ճիշտ է, բայց նշված են ամեն հավաքածուի գները, երեխեք, տեսեք, քանի գնում հավաքածուները շատանում են գնային արժեքով, հա, մեծանում են, բայց ձեր պայմանը մնում է նույնը, անցնելու այս կամ այս տարբերակով եւ ստանալ 2700 դրամով, պատկերացրեք 2 հատ օծանելիք եւ 2 հատ լոգանքի գել դուք վերցնում եք ընդամենը 2700 դրամով։ Ընդ որում մեկ Արոմանիայի օծանելիքն է 2700 դրամ։ Նենց որ այս տարբերակը ինքը շատ լավն է եւ վստահեցնում եմ ձեր գնումները ավելի ճիշտ ձևակերպելու դասավորելու դեպքում դուք շատ հանգիստ կարող եք անցնել մեկնարկային ծրագիրը, որովհետեւ մենք օգտվում ենք եւ նվերներ ենք, չէ՞, տալիս։ Այսպես, Don Eleon նորույթ այս կատալոգի, ես պատվիրել էի Don Eleon-ը, եթե կաք Telegram-ում, եթե ուշադիր եք եղել, հաստատ տեսած կլինեք, կարծիքս արդեն հայտնել եմ, ինձ բավականին դուր եկավ այս օծանելիքը, նախորդ կատալոգում ունեինք ուրիշ օծանելիք, համեմատած այս Don Eleon-ի հետ, Don Eleon-ը ինձ ավելի դուր եկավ, համենայն դեպս իմ համար, հա, որտեղ օծանելիքը մի քիչ բան է, տենց ամեն մարդ յուրովի է, չէ, ընկալում է։ Իմ համար ամենայն դեպս սա ավելի հաճելի բույր էր, սա ընդ որում մեր Տոմա Ֆոնտանի
հետ համատեղ արտադրանքն է, եթե կհիշեք, արդեն պատմել էի դիզայներների եւ պարֆյումերների մասին։ Սա հենց այդ Տոմա Ֆոնտանի պարֆյումերացված ջուրն է։ Քանի որ մոտենում է փետրվարի 23-ը, մեր տղամարդկանց հաճելի նվերներ անելու եւս մի հնարավորություն, դրամապանակներ, որոնք որ շատ լավն են ու ես դեռ չեմ հասցրել գնեմ, անպայման կպատվիրեմ մեկին նվեր կտամ։ Ունեցել եմ նախորդ սերիաներից, հա, նվեր եմ տվել, բավականին լավն էին իրանք։ Վստահ եմ, որ սա ավելի նորացված տարբերակով ավելի լավը պետքա լինի։ Նասկիներ, մեկ տուփի մեջ 3 տարբեր գունային գամմաներ կարող եք ընտրել, որը որ կուզեք, այստեղ երկու տարբերակ է ոնց որ կոնկրետ սա որպես նորույթ դրվում։ Ուշադրությունը ձեր դարձրեք անպայման այս Barber Lab շարքին, ես շատ ուրախացա, որ այս Barber Lab շարքը դուրս եկավ, որովհետև միշտ տղամարդկանց չգիտես ինչ նվիրես, իսկ այս շարքը հնարավորություն է տալիս գրեթե ամեն ինչ կա, հա, ուղղակի պետքա ճիշտ ընտրություն կատարել։ Ուշադրություն դարձրեք, նաև կա արդեն օճառ, ես պատվիրել եմ այդ օճառից, դեռ չեմ բացել, բայց պատվիրել եմ օճառից։ Այսպես, տան համար ինքը միշտ պետք կգա էլի, տանը տղամարդիկ թող իրանց օճառից օգտվեն։ Ունենք նաև նորույթներ մեզ բոլորիս համար, այսինքն կանանց համար, այսինքն իրենք ուղղակի բուրավետ են, հա, այսպես նարինջի բույրով հավաքածուներ շատ հաճելի բույր ունեն։ Ես պատվիրել եմ վիշնյայի բույրով, ասեմ, որ ինքը շատ նուրբ հոտ ունի, ինձ դուր եկավ շատ, ես պատվիրել էի գելը, չգիտես ինչի օճառը մոռացել էի պատվիրեի, գելն ու հեղուկ օճառն էի մոռացել պատվիրեի, կտոր օճառն էի պատվիրել։ Ունենք շատ լավ հետաքրքիր ու սա էլ էի մոռացել պատվիրեի, իրականում ուզում էի, ես գիտեի պատվիրել եմ, մոռացել էի։ Մեր մաչալկաները լոգանքի համար, իրանք հենց եթե տեսնում եք այստեղ կտոր օճառներով են, այսինքն էլ օճառի տենց ինչ որ դուշի գելի կարիք չկա, իրենք հենց միանգամից արդեն բանով են։ Օճառիկների կտորիկներով են, ես ինքս հաստատ պատվիրելու եմ այս կատալոգում, չմոռանամ մենակ զամբյուղի մեջ գցեմ, կկիսվեմ անպայման ձեզ հետ իմ տպավորություններով, բայց ասեմ, որ այս beauty cafe շարքը իրանք շատ բուրավետ են, ձեր երեխաներից հեռու կպայեք, որտեղ sense բույրը որ քաշում ես, ուզում ես ուտես, այդքան իրանք լավն են։ Ունենք նաև տան համար նորույթներ, այս նորույթները ինձ շատ դուր եկան, այս Արմինեիս միկրոֆոնն է։ Կյանքներս անջատեցի միկրոֆոնդ։ Թեյնիկից ես ունեմ, ես հիշում եմ, որ Անահիտն էլ է պատվիրել ու բավականին գոհեր, ասեմ, որ շատ լավն է ու շատ հետաքրքիր, որ այստեղ վերևում թեյը թրմվում է, ջուրը լցնում եք, այսինքն թուրմը լցնում եք, ջուրը լցնում եք վրան, ինքը թրմվում է, հետո այստեղ կա հատուկ կոճակ, թեյնիկ ուղղակի մոտս չի, թե չէ ցույց կտայի, ձեռքից տակ չի, հա, դարակում է դրված։ Սխում եք այս կոճակին և արդեն թրմված թեյը թափվում է այստեղ և դուք օգտագործում եք այն։ Շատ հավես տարբերակ, ինձ շատ դուր եկավ այս թեյնիկը, մենք հավեսով օգտագործում ենք տանը։ Ունենք շատ արդիական ու շատ նորաձև, սրտաձև բաժակները, որոնք որ այստեղ նկարի մեջ լավ չի երևում, երկու պատ ունեն, հա, այսպես ասած, և թեյը մեջ է լցված, ինքը, որ կողքից նայում եք, ձեզ թվում է թեյը օդի մեջ է։ Մի խոսքով իրենք շատ նորաձև են ու ես շատ ուրախացա, որ մեր ընկերությունը անպայման ունեցավ այդ նորույթը և ես կգնեմ ոչ թե ուրիշ խանութից, այլ արդեն իմ խանութից։ Հետաքրքիր գդալներ, իրանք ուղղակի արկա չէին, թե չէ իրանց է կպատվիրեի, բայց ինձ հետաքրքիր է իրանք ինչ են իրանքից ներկայացնում, միգուցե հենց պատվիրեմ իրանցից էլ, շատ հետաքրքիր ու երկու գույն, փիրուզագույն ու սենց կապույտա կանաչոտ,
եւ ոսկեգույն։ Ունենք նաև սրտաձև ֆորմա, դա էլ եմ պատվիրել արդեն ունեմ ես, սրանից ունենք աղցանների համար երևի կհիշեք, կլոր տարբերակը, քառակուսի տարբերակը, մեկ էլ եռանկյունի, եռանկյունի տարբերակ ունենք, հիմա արդեն նաև սրտաձև ունենք, ու այս տրաֆարետները իրանք կային մի ժամանակ ընկերությունում, ես այդ ժամանակ հասցրել պատվիրել էի, երբ որ նորեկ էի երևի թե, եւ հիմա իրանք ուրիշ նկարներով են արդեն, կարելի է սրանցից էլ պատվիրել։ Մեր Glam Team շարքը անընդհատ նորացվում ու թարմացվում է, մեզ ներկայացվել է այս կատալոգում շրտներ, պերլամուտրովի շրտներ, ես հիշում եմ մեր աղջիկներից մեկը մի անգամ հարցրեց, մենք ունենք պերլամուտրովի շրտներքներ, թե չէ, ունեինք, հիմա նորացվել է ու Glam Team-ից օգտվելուց կարամ ասեմ, որ իրանք հաստատ շատ լավն են լինելու, եթե սիրում եք այդ փայլի էֆեկտը, պերլամուտրի էֆեկտը, անպայման պատվիրեք, հաստատ չեք փոշմանի։ Եվ նոր տոնային քսուկ ունենք, բավականին խիտ, արդեն ես պատվիրել էի ու արդեն հայտնել եմ կարծիքս, ինքը բավականին խիտ է, բավականին ծածկող է ու ոնց որ ասեց իմ քուրիկը, ինքը քիչ է իրան օգտագործում, այսինքն տնտեսողը իմ քուրիկին ինքը շատ դուր եկավ, օրվա ընթացքում բավականին կայուն մնում է դեմքին, չնայած նրան, որ դիմակ ենք կրում եւ այլն եւ այլն։ Լավն էր, եթե սիրում եք խիտ տոնային քսուկներ, ապա այս նոր տոնային քսուկը ձեզ համար է։ Ունեինք նախորդում կանսիլեր, աչքերի շուրջա, քողարկիչ, դեռ ինքս չեմ փորձել, բայց բավականին լավ կարծիքներ լսել եմ արդեն, իմը հենց որ վերջանես այն պատվիրելու։ Ձեր ուշադրությունն եմ ուզում դարձնեմ մատների խնամքին, եղունգներ եւ մատներ։ Ունենք տարբեր խնդիրները լուծող մանիկյուրներ, հա, լաքեր, անպայման օգտվեք երեխեք, որտեվ շատ է լինում, որ չգիտեն կոնկրետ ինչից օգտվեն եւ հայկական կատալոգը չեմ նայել, ճիշտն ասած, բայց ինձ թվում է հայկականում էլ է նույնը, որ այստեղ խնդիրն է գրված եւ կոնկրետ ինչ լուծում կարելի է տալ։ Ամեն մի մանիկյուրի տակ այսպես ներկայացված է։ Ես ինքս քանի որ գել-լակ եմ անում, ինձ առայժմ սա պետք չի, բայց ես վերցրել եմ յուղից ու շատ գոհ եմ, եթե ունեք կուտիկուլայի խնդիր, ես օրինակ ունեմ, իմ կուտիկուլան չորանում է, դաժե կարող է մի քանի օրվա ընթացքում ինքը սենց չորանա ու ճակճկի, ես վերցրել եմ այս յուղը ու շատ գոհ եմ, անպայման փորձեք, եթե ունեք նմանատիպ խնդիր։ Ու այս միջոցներին էլ ուշադրություն դարձրեք։ Շատ համով մի հատ գնել ես։ Հա, անջան։ Իսկ որ կուտիկուլաները տենց դանդաղացնի աճեն, իմն էլ շատ շուշուտ աճում, որպեսզի շուշուտ չիստկա չանան։ Կա տենց միջոց, այդ չեմ ուսումնասիրել էլի ես, որ կանխում է էլի աճը դանդաղացումը։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, չեմ ուսումնասիրել, բայց իմ նայելով չկա։ Եթե ինձ թվում է փափկացնես, իրանք փափուկ լինեն, հեշտ կարողանաս ամեն դեպքում խնամես, չէ՞։ Դե հա, շուտ եմ խնամում, չիստկա եմ անում ինքս, ուղղակի այդ չիստկայի համար էլի, որ շուտ չաճի, դատեցի կարող է միջոցներից մեկը դանդաղացնի էլի։ Ճիշտն ասած չեմ նայել, բայց կարելի է նայել։ Հա։ Ասեք ուսումնասիրեմ դա։ Կոնկրետ յուղը ինքը փափկեցնող է, բայց դանդաղեցնող աճը տենց ոնց որ գրած չէ։ Կարող է լավ չեմ կարդացել, կարելի է նայել։ Նայենք, հետո արդյունքում։ Իմը չի չորանում, ուղղակի ոնց որ անդադ աճի ու եղունգներից վրա է տենց։ Չեմ սիրում այդ։ Հա, հասկացա։ Կարելի է ուսումնասիրել, չեմ նայել, ճիշտ ասած։ Եղունգների բաժին որ մտնես, այնտեղ եղունգների խնամք ինձ թվում է կլինի, եսը կնայեմ։ Շատ համեղ եւ օգտակար բաժինին հասա։ Ուրեմն երբ որ մի քանի ամիս առաջ մենք իմացանք, որ ունենալու ենք նաեւ
շոկոլադներ, բոլորս շատ ուրախացանք եւ անհամբեր նաեւ սպասում ենք թեյեր ունենք, հա, անհամբեր ես գիտեմ, որ մի քանի հոգի սպասում են, ընդ որում նաեւ ես մեր սուրճերին ենք սպասում, որովհետեւ փորձել ենք թեյերը, փորձել ենք շոկոլադները, ես այս նոր տարվան եմ շատ շոկոլադներ նվեր տվել ու արդեն պատմել եմ, որ բազմաթիվ դրական արձագանքներ եմ ստացել ու արդեն տեղ գնալուց հա տանում եմ մեր շոկոլադները, ոչ թե ուրիշ շոկոլադներ, իրանք չեն պարունակում շաքար ու բնական բաղադրիչներ ունեն։ Այս մեկն էլ, այս տեսնում եք, այս փոքրիկ շոկոլադիկները բանվանյակայի տեսքով, իրանք նորույթ են։ Մեր մոտ ոնց որ թե կար, հիմա չգիտեմ կա թե չկա, բայց ես կպատվիրեմ անպայման։ Ու միշտ պատվիրում եմ 2 հատ, որովհետև ամենակիչը, որովհետև ես պետքա փորձեմ, հետո նոր նվեր տամ։ Հա, մոռացա մեր կոկտեյլների մասին ասեմ, հատուկ նրանց համար, ովքեր որ զբաղվում են սպորտով, հետևում են իրենց կազմվածքին կամ առհասարակ ֆիզիկական աշխատանքներ են տանում, սպիտակուցային կոկտեյլ, հենց սպիտակուցը վերականգնելու կամ սպիտակուցի պաշարը լրացնելու համար օրգանիզմում, սպիտակուցը շատ կարևոր ֆունկցիա է կատարում օրգանիզմում, կարդացեք անպայման եւ իմացեք, ամենակարևորը իմանաք, եթե դաժե ձեզ պետք չի, որ ձեր ընկերությունը նաեւ այս տեսակի արտադրանք ունի, հա, որովհետեւ ոչ բոլոր տեղերում կա այս ամեն ինչը։ Ես երևի թե կպատվիրեմ, այսինքն ես հələ պետք է տեսնեմ քուրիկիս համար ինքը պետքա թե չէ։ Եվ եթե պետք լինի, անպայման կպատվիրենք ու կարծիքներով միանշանակ կկիսվեմ։ Սպորտային հագուստի այսպես տարբերակ, տան հագուստ է ինքը կոչվում, բայց ինքը շատ լավ սպորտային հագուստ է։ Ինձ ինքը դուրս եկավ տենց։ Երևի պետքա ավելի մանրակրկիտ ուսումնասիրել իր կտորի հա որակը, բայց դուք գիտեք, որ ամեն ինչ պատվիրում եք, եթե անգամ կտորը ձեզ դուր չգա կամ ձեր վրա լավ չնստի, հագուստի մասին է խոսքը, դուք իրավունք ունեք 2 շաբաթվա ընթացքում հետ վերադարձնել ցանկացած ապրանք։ Ուղղակի պահպանելով բոլոր տուփ, թուղթ, հա, չգիտեմ, ցելոֆանի իր ուպակովկան, ամեն ինչ պահպանելով կարող եք հետ վերադարձնել, շատ լավ Նաև այսպես սպորտային կոստյումների հավաքածու մենք սպորտային շատ հագուստներ ունենք, մեկը մեկից լավը։ Ներքնազգեստներ, ավելի ճիշտ մայկաներ, այն ինչը որ կոնկրետ ինձ շատ էր հետաքրքրում, որ ինչի է սկսել, այսինքն դադարել արտադրանքը մեր ընկերությունը, մայկաները կան, ոնց հասկանում եմ, 4, 1, 2, 3, 4, 5, 6 գույնի, ունենք բարակ բրիտելկաներով, ունենք հաստ բրիտելկաներով և այս գույները, ու առհասարակ մենակ մայկաներ չէ, համ ներքնազգեստ ու ընդհանուր, ասեմ, որ ներքնազգեստից էլ եմ ես ինքս օգտվում ու ճիշտ ռազմերը ընտրելու, իսկ ռազմերը այստեղ գրված է, հա, ու կաբինետում էլ կա գրված, հաստատ կարող եք ընտրել ու հաստատ գոհ կմնաք։ Շատ հետաքրքիր մի հավաքածու, lovely moments, այս աջալիկը ուզում ենք պատվիրենք ես ու քույրս, չկար մեզ մոտ, սպասում ենք միջև լինի առկա, որ պատվիրենք, կասմետիկաներ ունենք, այսպես, այս մեկը, հիմա չեմ ալարի ու կգնամ կբերեմ ձեզ ցույց կտամ վերջում, բլոկնոտներ ունենք, էլի շատ հետաքրքիր ու կարծում եմ անհրաժեշտ պարագաներ, հա, պապկա, փոքրիկ այսպես մեջը թուղ դնելու համար, բլոկնոտիկ սիրուն կատվի տեսքով, այստեղ մագնիսային էջանշաններ, պենալ, այստեղ մատիտների բանի համար, ինձ թվում է անհրաժեշտ բաներ են և կարելի է ու հետաքրքիր կատուներով, համ երևի աղջիկների, համ տղաների համար։ Այսպես, և ամենավերջում, չգիտեմ ով գիտի, ով չգիտի, մեր ընկերությունը նաև գրքեր է արտադրում, ու գրքեր շատ հետաքրքիր վերնագրերով, այս են գիրքնավորը, որ հիմա իմ մոտ է դրած, ես մի քանի գիրք ունեմ,
Մի քանիսը ինձ համար եմ պատվիրում, որովհետև ինձ հետաքրքիր թեմաներ են, մի քանիսը պատվիրում եմ կոնկրետ մանկական հոգեբանության հետ կապված, քույրս քանի որ հենց այդ բաժինն է ավարտել, իրան է հետաքրքրում տենց տարբեր գրքեր ու ինֆորմացիաներ այդ մասին, իրա համար եմ պատվիրում, եւս 2 գիրք է ավելացել, նենց որ դա էլ կարող եք իմանալ, որ մեր ընկերությունը նույնիսկ գրքեր ունի ու ասեմ որ շատ հետաքրքիր են կոնկրետ այս մեկը որ ես արդեն դեմոնստրացիան անջատա այս մեկը որ ես կարդում եմ ինքը շատ հետաքրքիր է ու այստեղից կարելի է վերցնել հետաքրքիր մտքեր, ցիտատներ գրքերին էլ ուշադրություն դարձրեք անպայման մի հատ բերեմ մեր կասմետիկան կարող է իմ նման զարմանալ երեխեք են կասմետիկան որը որ սենց չէր եմ որը որ սենց կլոր տեսք ուներ մենք տեսեք ոնց է գալիս ես չգիտեի ես զարմացա ինքը գալիս է այսենց մի հատ բան է գալիս ու սենց կողքերից հավաքվելով երկու կողքից դառնում է մեշոկ նո մեշոկ կոպիտ եմ ասում եմ ինքը սենց այսենց բան է դառնում մեջ ունի երկու գրպանիկ ինձ շատ դուր եկավ ճիշտն ասած որ ինքը հենց այս տեսքն ուներ որովհետև հիմա ինձ չեք տեսնում ինձ մոտ երևում ես մի հատ կլորակների մեջ գտի ինձ դուր եկավ այս տարբերակը կասմետիկայի, որովհետև ասեք ինչի ես միշտ ներվայնանում եմ այդ կասմետիկաները չորացնելուց դուք եք տեսնում մենակ ես եմ տենց այն որ չգիտես իրան ոնց կախես որ ինքը չորանա հարմար ու չվնասվի էլի որտեղ իրանք տենց միշտ ֆորմա ունեն ու այդ ֆորման չես ուզում որ վնասվի իսկ էսի շատ հարմար կլվացվի ու կչորացվի ինձ շատ դուր եկավ բայց ես շատ զարմացա որ ինքս էս տափակ ես ինչ կլոր բան եկավ մեջ ունի երկու գրպանիկ ցեփով փոքրիկ տենց շատ մեծ չեն մոտավորապես մի իսկան ու այսպես շատ հետաքրքիր ու փիսիկներով այդ սև ու վարդագույն փիսիկներով այս կոնկրետ այս նորույթից ասեմ որ նորույթները շատանալու են հաջորդ կատալոգում են որ հաստատ կատալոգը բացելու եք թերթեք ու չիմանաք ինչից սկսեք ինչից վերջացնեք ոնց անեք ձեր պատվերը շատ են լինելու նորույթներ մարտի 8-ի հետ կապված ականջողեր բիժուտերիա մի խոսքով ռուսական կատալոգը կա, ես արդեն թերթել եմ օնլայն կաբինետում, ոչ մի տեղից չեմ վերցրել, նենց որ կարող եք մտնել ձեր կաբինետում նայել թերթել, եթե հայկականը կա, հայկականը թերթեք, եթե չէ գլոբուսիկով գիտեք, գլոբուսիկով փոխում եք Ռուսաստանի վրա և պատվեր եք անում, ոյ, կատալոգ եք նայել։ Երեխեք ջան, երևի նորությունների ու առհասարակ մեր ընկերության հետ կապված հնարավորություն եւ այլն այսքանը եթե կան հարցեր լսում եմ ձեր Մենք ոչ չէին երևում հիմա նոր եկավ անջատեցին այդ միացա կասմետիկան ցույց կտա ինձ շատ հետաքրքիր է նայ տափակ մի հատ սենց կտոր ոնց որ լինի կողքից էսի ունի այս որ գա փակվի էլի ու մեկ էլ երկու հատ բան ունի կողքից ցես ձգում ես հավաքում դարձնում ես մեշոկ ինքը ստեղ ամրացվող բան ունի ես սև էլի ես գնդիկից ունի բերում ես ամրացնում ես ու դառնում է արդեն մեշոկ այստեղ արդեն կարող ես ինչ ուզես տնես մեջն էլ ունի երկու գրպանիկ Սեփով փակ։ Ես նկարով նայում եմ ու մտածում եմ թե ոնց պիտի օգտագործեմ, փաստորեն հետաքրքիր երևակայություն ունի մեր ընկերությունը։ Հա։
Հետաքրքիր բաներ է մեզ տալիս։ Ամենալավը նա է, որ միշտ ինչ որ նորույթ կա, ինչ որ հետաքրքիր բան կա, այդ ձանձրալի չէ, էլի անդադար նույն բաները։ Միշտ ինչ որ մի հետաքրքիր նորություն կա, որ կարաս հաստատ օգտվես։ Շատ չի լինի։ Հնարավոր է, որ ասենք ամբողջ տեսականին, որտեղ նշեցի, չէ, տեսականին շատ մեծ է, ասենք 8000-ից 10000 անուն ապրանքատեսականի ունի ընկերությունը, հնարավոր է, որ այդ 8-ից 10000-ը ձեզ չհամապատասխանի, այսինքն նու կոնկրետ ինձ այդ մարզական ոչ մի բանը պետք չի երևի, թե որովհետև ոչ սպորտով եմ զբաղվում, շատ վատ եմ անում, բայց տենց եմ անում, ոչ էլ տենց առանձնապես կազմված չլսվեցան։ Ասամ վերջին ձեռքբերումդ գնդակը փչել ես, ցույց չես տվել։ Գնդակ, քանի որ գնել եմ քուրիկիս աղջկա համար, իրան պետքա մասաժներ անեն ու իրան գնդակ էր պետք, որ երեխուն մասաժներ անեն գնդակի վրա, քրոջս աղջկը 4 ամսական է։ Մասաժներ պետք է անեն ու գնդակ էր պետք։ Քույրս գնել էր գնդակ ուրիշ խանութից, ես իմացա շատ բարկացա, ասի հետ կուղարկես այդ գնդակը։ Ու ինքը հետ ուղարկեց։ Ընդ որում պատվիրել էր մոտավորապես նույն գնի ոնց որ մեր գնդակն է, բայց մեր գնդակի որակի մասին ես գիտեմ ու ես վստահ եմ։ Դաժե եթե ես չտեսնեի այդ գնդակը, ես տեսել եմ Լուսինեի մոտ այդ գնդակը։ Եթե անգամ ես տեսած չլինեի այդ գնդակը, ես շատ վստահ կպատվիրեի, որովհետև գիտեմ որակը մեր ընկերության։ Պատվիրեցի ու ինքը պատվիրել էր առանց նասոսից, մեր գնդակը գալիս է նասոսով։ Ես դա համար շատ զարմացա, որովհետև ամեն տեղ չի որ նասոսը հետն առանձին դա գինն է, էլի վճարում ես։ Այն էլ ասեց, որտեղ նայել եմ չի եղել նասոս, ասի բայց մերում ոնց որ կա նասոսը, որովհետև ես հիշում էի, որ Լուսինեից լսել եմ, որ կա նասոսը։ Չեմ բացել։ Դեռ չեմ բացել, բայց գիտեմ, որ վրան գրված է Faberlic Sport։ Ու կապույտ գույնի է ինքը։ Կփչեմ անպայման բան կանեմ, ձեզ կցույց տամ, հաստատ։ Էսպես։ Նենց որ երեխեք ջան, եթե այս գնդակը ինձ պետք չէր լինելու հաստատ, որովհետև մենք տուն ունենք, մի հատ տենց գնդակս երկրորդը հաստատ ես չէի պատվիրելու։ Ասում եմ նրա համար, որ չմտածեք էլի ինչ տեսնում պատվիրում եմ, անգամ եթե պատվերս մեծ է լինում, ես վերցնում եմ մենակ այն իրոք ինչ ինձ պետք է ու նվերներ եմ տալիս։ Հիմա կոնկրետեսի նվեր եմ տալու մեր պուջուրին։ Այսքանը, եթե կան հարցեր, երեխեք, չգիտեմ, երևի զապիսն էլ անջատեմ արդեն։